Բարյասելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի վերլուծությունը, կանադառնանք այսօր արդեն Իսրայելի վերականգնման կամ երբ որ Աստված կընդունի Իսրայելը 4-րդ պատճառին։ 4-րդ պատճառը հանդիսանում է Աստծո փրկության ծրագիրը կամ ըստ իր ծրագրի համաձայն Աստված կընդունի Իսրայելը։ Սա շատ կարևոր է, որովհետև տեսեք, այս ընդհանուր 11-րդ գլխում առաքյալն անդրադառնում է Իսրայելի եւ անկմանը եւ վերականգնմանը, եւ այս եւ նրա անկումը եւ վերականգնումը Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչ է։ Ինչի եւ սա գրավական է նաեւ մեզ հավատացյալներից համար, մի քիչ կանադառնանք, որտեղ 29 համարում մենք կարդացինք, որովհետեւ Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի։ Եվ այս շնորհքը եւ կոչումը կամ ողորմությունը եւ կոչումը, այսինքն շնորհքով կանչելը զղջալ չունի, ինչի, որովհետեւ կանադառնանք, որ սա չի նշանակում, որ Աստված ողորմեց եւ հիմա անձը ինչ ուզի կանի։ Սա նշանակում է, որ Աստված շնորհքով կանչում է կամ իր ողորմությունով ինչ-որ մեկին կանչում է, նշանակում այդ շնորհքով այդ մարդու կյանքում գործ անում։ Այն գործը, որ Աստված սկսեց, ավարտին կհասցնի։ Եվ այս գործը Աստծո մարդկանց հավատացյալների սրտերի մեջ, սա է հանդիսանում գրավականը եւ վստահությունը փրկության, որտեղ անձը ոչ թե նիտրալ է Աստծուց գործում, այլ հենց ինքը Աստված իր շնորհքով այդ անձի կյանքում գործում է եւ այդ անձի կյանքում ի վերջո այն գործը, որ սկսել է Քրիստոսի նմանեցնելու, ավարտին կհասցնի։ Նորից եմ ասում, ամեն դեպքում պետք է հասկանանք, որ այստեղ խոսքը վերաբերում Աստծո փրկության ծրագրին։ Հիմա այս փրկության ծրագրի կարևոր բաղադրիչներից առաջի պատճառը մենք տեսանք, որ հավատքն է, այսինքն անհավատությունով, որոնք կտրվեցին անհավատությունով, ասում Աստված զորավոր է, որ նրանց հավատք պարգևի, այսինքն նույն հավատքով, ինչպես հեթանոսներին բերեց եւ տնկեց, նույն հավատքով կարա նաեւ բնական ճյուղերին տնկի բուն, այն բնի վրա, որը Աբրահամն է եւ Աբրահամին տրված ուխտի շրջանակում Աստծո երթումը, խոստումները տրված Աբրահամին, Իսրայելի սերունդին։ Մյուսը մենք տեսանք, որ խոստացյալ Մեսիան է հանդիսանում պատճառ, այսինքն այն Իսրայելի խոստացված Քրիստոսը, Իսրայելին խոստացված։ Պատճառը հանդիսանում այդ Մեսիան, որտեղ կաղաղակեն եւ կնայեն այդ Մեսիային, որովհետեւ Սիոնից կգա փրկիչը եւ ամբարշտությունը Իսրայելի Հակոբի տնից դեն կնետե։ Մենք տեսնում ենք, որ երկրորդ պատճառ հանդիսանում է իրենց իսկ խոստացված փրկիչը, ինչպես Հիսուսը շեշտեց, ես չեմ եկել ուրիշներին, այլ միայն Իսրայելի տան կորած ոչխարներին։ Իհարկե մենք անդրադարձանք, որ հեթանոսները կամ եկեղեցին նույնպես հաղորդ եղան այդ խոստումին, փրկչի խոստումին, այդ Մեսիային, որպես ավելի ողորմություն գտածներ, բայց հետաքրքիր է, որ Աստծո փրկության ծրագրի մեջ Աստված նաև ողորմելու է իր ժողովրդին, որտեղ մեր հատվածը, որ կարդանք 30-ից 32-ը, կտեսնենք, որ Աստված բոլորին ծածկեց անհավատության մեջ, որ բոլորին ողորմի, եւ այստեղ կտեսնենք, բայց բոլոր հասկացողությունը ըստ Հռոմեացիս թղթի ընդհանուր վերաբերվում է եւ հեթանոսին եւ հրեային, այսինքն շնորհքի տրված մնացորդին, անձնական ընտրություն ունեցող, այսինքն աշխարհի ստեղծվելուց առաջ անձնապես ընտրության օղակներում եւ հեթանոսին եւ հրեային, որովհետեւ ընդհանուր Հռոմեացիս թղթում միշտ առաքյալը այս համեմատությունն անում հեթանոսի եւ հրեայի, հեթանոսի եւ հրեայի, որ եթե նայեք առաջի գլխից կտեսնեք, այսինքն այստեղ բոլորը նաեւ մեր 11-րդ գլխում էլ տեսնում ենք, որ խոսքը վերաբերում է եւ հեթանոսին, ով տնկվեց եւ հրեային, ով այդ բնից պոկվեց։ Եվ հիմա բոլորին բառը այստեղ ոչ թե բոլոր մարդկությունն է, այլ հեթանոսը եւ հրեան շնորհքի ընտրության պես մնացորդը, անձնական ընտրված այդ մնացորդը եւ հեթանոսներից եւ հրեաներից։ Մենք մենք այս ամեն ինչին կանադառնանք, բայց երրորդ պատճառ մենք տեսանք, այսինքն դա Աստծո ընտրությունն է։ Եվ այս ընտրությունը, եթե մեր նախորդ զանազանությունը հիշում եք, հենց սրան է վերաբերվում, սա ընդհանուր կոլեկտիվ ընտրություն էր։ Այսինքն այս ընտրության օղակներում մենք տեսնում ենք երկու ընտրության կողմը, անձնական ընտրություն, որը փրկվածին է վերաբերվում, եւ նաեւ ընդհանուր կոլեկտիվ Իսրայելը որպես սեփական ժողովուրդ ընտրություն, նաեւ ինքը հիմա ընկած է, բայց մնում է Աստծո սիրելի հայրերի տված երթումի համար, այդ ընտրության օղակներում, այդ ընդհանուր ընտրության օղակներում, որի համար Աստված ունի ֆունկցիոնալ դեր Իսրայելի։ Եվ մենք տեսանք, որ նաեւ պատճառ հանդիսանում այս ընդհանուր ընտրությունը։ Եւ հիմա 4-րդ պատճառը հանդիսանում է Աստծո ծրագիրը, իր ծրագրի համաձայն Իսրայելին կվերականգնի կամ կընդունի։ Հիմա եկեք ընթերցենք 30-ից 32 համարը եւ ավելի անդրադառնանք սրան։ Բայց շատ կարեւոր է, որ այս 29 համարը մենք հասկանանք, որ որովհետեւ Աստծո շնորհքը եւ կոչումը զղջաճ ունի, սա հավատացյալների եկեղեցու, նույնիսկ մեր հեթանոսներից համար մեծ գրավական է փրկության վստահություն, ինչի որտեղ մենք հասկանում ենք, որ որովհետեւ Աստված գործ է, Աստվածա մեզ պահպանում։ Տեսեք, հիշում եք Առաջի Պետրոս 1:5-ում ասում է, որ պահպանված եք Աստծո զորությունով,
Հավատքի միջոցով այն փրկության համար, որ պիտի հայտնվի վերջերում, որ պահպանված եք Աստծո զորությունով, պահպանված ենք, սա այս նույն շնորհքի կոչումի զղջա չունենալն է, որտեղ Աստված մեզ պահպանում է, այսինքն այնպես չի, որ Աստված մարդուն ընտրեց, այսօր ես ընտրված եմ, իսկ վաղը մերժված եմ, այսօր արդարություն ունեմ Քրիստոսով, իսկ վաղը արդարությունս կորցրեցի Քրիստոսով, սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև Աստված խաղ չի անում, սա Աստծո փրկության ծրագիրն է, դրա համար առավել ես ուզում եմ, որ մենք տեսնենք խորությունը այդ ծրագրի, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք Աստծո փրկության ծրագրի մասին, հիշեք, որ այս փրկության ծրագրի հիմքում ընկած է Աստծո փառքը, այդ փրկության ծրագրի ներքո Աստված չափաբաժիններով, այսինքն պրոգրեսիվ կերպով իր անձի հայտնությունն է տալի եւ այդ իր անձի հատկությունների հայտնության հետ զուգահեռ նաեւ բացահայտվում է Աստծո փրկության ծրագիրը։ Օրինակ, փրկության ծրագրի առաջնային սկզբունքի մեջ է, որ Աստված թույլ տվեց, որ բոլոր մարդկությունը անկում ապրի։ Հետո քաշեց Աբրահամին, Աբրահամից սերունդ ստեղծեց, հետո Աբրահամի սերունդին թույլ տվեց, որ անկում ապրի, որպեսզի հեթանոսներին քաշի եւ բերի այդ բունի վրա, տնկի այդ խոստումների վրա։ Հետո նաեւ հեթանոսների ժամանակը լրանալուց պիտի վերականգնի նաեւ այդ բնի վրա իր ժողովրդին, այդ վերջի զանգվածային սերունդը, ով կաղաղակի դեպի Աստված։ Այսինքն տեսեք, սա Աստծո փրկության ծրագիրն է, որի օղակներում մենք տեսնում ենք Աստծո հատկությունները, բայց այդ հատկությունները կտրված չեն նրա փրկության ծրագրից։ Այսինքն փրկության ծրագրի մեջ է, որ Աստված հայտնելով իր հատկությունները, որի ամբողջությունը դա Աստծո փառքն է, պատրաստում է մարդուն իր փառքի համար։ Եվ երկնքում արդեն մենք տեսնում ենք այն մարդուն, որ կրում Աստծո պատկեր եւ նմանություն։ Իսկ եթե Ծննդոց գրքից մենք կարդում ենք, ցեք փրկության ծրագրի կարևոր բաժինը։ Ծննդոց գրքից կարդում ենք եւ Աստված ասեց, եկեք մեր պատկերով եւ նմանությունով մարդ ստեղծենք, վերջում մենք արդեն տեսնում ենք այդ պատկեր եւ նմանություն կրող մարդը, որը երկրորդ Ադամի պատկերն է կրում, Քրիստոսի մարդ հոգեվոր երկնքից, որտեղ ոչ թե վերականգնում ենք Ադամի պատկերին մարդ շնչավոր, այլ մենք ավելի ամբողջանում ենք մարդ այդ հասկացողությունը Աստծո ծրագրի մեջ։ Մենք ընդունում ենք Քրիստոսի կերպարը, որտեղ կա աստվածաբանություն, որ ասում են Աստված վերականգնում է մարդուն առաջի Ադամի պատկերի նման, ոչ սեներես։ Առաջի Ադամի պատկերի նման չի, այդ առաջի Ադամը բուն նպատակը չի Աստծո, որ մարդը այդպես լինի, դա առաջնային շրջանն է, փուլն է, շնչավոր, դա համար Պողոս Արաքյալն ասում է առաջի մարդը շնչավոր երկրից, երկրորդ մարդը հոգևոր երկնքից եւ ինչպես կրեցինք առաջինի պատկերը, այնպես կկրենք երկրորդի, այսինքն Աստված ուներ նպատակ իր պատկերով եւ նմանություն մարդ ստեղծելու եւ որոշակի ծրագիր ուներ։ Սկզբից Ադամ, հետո Ադամին թույլ տվեց, որ անկում ունենա, ոչ թե բրթեց գցեց, այլ Ադամ իր հոժար կամքով ընկավ անկման մեջ։ Այսինքն սա Աստծո թույլտվությունն է եւ սա ծրագրի բաժինն է։ Որպեսզի մենք սա տեսնենք եւ հասկանանք ինչի Աստված սա մեր հատվածը սա է ասում, որ Աստված ողորմի բոլորին պահեց անհավատության մեջ, բոլորին սա նշանակում է եւ հեթանոսին եւ հրեային, որպեսզի բոլորին ողորմի։ Այսինքն մարդը երկնքում գտնվող մարդը ճանաչում է ով Աստված, Աստծո շնորհքը եւ ողորմությունը կարևոր հատկություն է, սա փառավորելու է Աստծուն։ Սա այն մարդն է, որ Աստծո փառքի համար է ստեղծված։ Բայց եկեք ընթերցենք հատվածը եւ անդրադառնանք մեր այս վերջի պատճառին։ Աստված կընդունի իր ժողովուրդը իր ծրագրի համաձայն կամ իր ծրագրի պատճառով։ Եկեք ընթերցենք 30 համարից։ Վասնզի ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն, ուշադիր նայեք։ Վասնզի ինչպես դուք ովքեր են հեթանոսները, դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն, եկեղեցուն ագրում, եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով, չի ասում դուք հավատացիք եւ փրկվեցիք, դուք ողորմություն գտաք, դուք չէիք հավատում մի ժամանակ եւ ողորմություն գտաք, այսինքն ձեր հավատքը նրա շնորհքի բաղադրիչ է, նրա ողորմության արդյունքն է։ Դա համար ինքը վերևում ասում է Աստված կարող է զորավոր է Իսրայելին էլ տնկի։ Ինչի, որտեվ անհավատությունով կտրվեցին, զորավոր է, որ նրանց էլ հավատք կտա եւ կտնկի, ինչպես ձեզ, որ անհավատ էիք, բայց ողորմությունով գտաք այդ հավատքը։ Ողորմություն արեց եւ ձեզ հավատքով տնկեց։ Հիմա նույնն ասում եմ, ասես ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում, շեշտում է բառը, տեսնում եք, չէիք հավատում, ձեր կարողությունը չի որ հավատացիք, այլ ողորմություն գտնելն է, որ հավատացիք։ Վասն ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով,
այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, որ նրանք էլ ողորմություն գտնեն, որովհետև Աստված ամենին անհավատության մեջ արգելեց, որ ամենին ողորմի, եւ սա բացահայտում է Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչ։ Աստված ուզում է, որ մարդը փրկված ճանաչի Աստծուն որպես ողորմած Աստված, ոչ թե որ ինքը կարող էր, այլ որ ինքը անկարող էր եւ անարժան էր, բայց Աստված է ողորմած։ Կողորմեմ ում որ կողորմեմ, կգտամ ում որ կգտամ, ուրեմն ոչ կամեցողից է եւ ոչ ջանքանողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Աստված ուզում է, որ իր փրկության ծրագրի գլխավոր բուն նպատակներից է, որ մարդը ճանաչի Աստծուն փառքի մեջ, այսինքն ողորմությունով լի Աստված։ Հիմա մեր այս հատվածը առավել բացահայտում է, ինչպես արդեն ասեցի, եւ 29 համարը, որը հանդիսանում է մեզ փրկվածներից համար գրավական, մենք հասկանում ենք, որ նրա շնորհքը եւ կոչումը զղջալ չունի, այսինքն այստեղ երբ որ առաքյալն օգտագործում է կոչում բառը, ինքը ունիվերսալ է օգտագործում, որովհետեւ կոչումի մեջ մտնում է եւ արդարացնելը եւ փառավոր անելը։ Իսկ շնորհքը եւ նվերները, այսինքն նվերը, պարգևը, դա այն խոստումները, այսինքն Աստված, որ խոստացավ, ոչ թե Աստված խոստացավ նրանք, որոնց արժան են խոստում տվեց։ Իսրայելը անարժան էր, Աստված խոստում տվեց անարժան Իսրայելին։ Աստված անգիր գիտի Իսրայելը ինչ անելու, ինչպես անկնելու, ինչ անկում ունենալու, երբ մերժվելու։ Աստված անգիր գիտի սա իր ծրագիրն է։ Բայց ուշադրին է, երբ որ Աստված ունի այդ խոստումները տալը, դա նույն այդ ողորմությունն է, որ այդ խոստումները ողորմությունով տվեց։ Իսկ եթե վերցնենք ընդհանուր բառ, Աստծո շնորհքը, այսինքն այդ ողորմությունը եւ նաեւ այդ ողորմության օղակներում կանչելը, արդարացնելը եւ փառը զղջալ չունի։ Այնպես չի, որ ես այսօր արդար եմ, վաղը այդ արդարությունը կկորցնեմ, այնպես չի, որ ինձ կանչելա, բայց վաղը կմերժի, սա ուղղակի դրա համար հանդիսանում է մեր փրկության գրավականը։ Եվ սրանից է, որ շատ հաճախ մարդիկ հարց են տալիս եւ ասում են, իսկ կարող է ես ընտրված չեմ, ինչպես իմանամ ես ընտրված եմ։ Սերերս, այս ընտրության օղակները, այս հարցը գալիս է սխալ ընկալումից։ Այս հարցը գալիս է ընդհանրապես նախասահմանության, ընտրության, նախախնամության, այսինքն Աստծո շնորհք հասկացողության աղավաղումից։ Երբեք այդ հարցը անձը պիտի չտա, եթե ճիշտ հասկացել է Աստվածաշունչը։ Ինչի՞, որովհետև ընտրությունը, ես ընտրված եմ թե չէ, պիտի չտա, որովհետև դա մեր տիրույթում չի։ Մեր տիրույթում եւ մեր փրկվածներից բաժնի մեջ Քրիստոսին հավատալն է եւ հնազանդվել նրա խոսքին։ Ընդունել Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ հնազանդվել նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Սա է մեր բաժինը, տիրույթը։ Իսկ ընտրությունը դա Աստծո ծածուկ տիրույթն է, նրա օղակներն են, նրա գերիշխանության եւ սուվերեն ընտրության օղակներն են։ Բայց երբ որ անձը հավատում է Քրիստոսին եւ հավատում է այդ խոսքին եւ հնազանդ է այդ խոսքին, այդ հավատքի պատճառով, հավատալով նրա խոսքին, այդ խոսքից էլ հասկանում է, որ եթե ինքը հետևում է Քրիստոսին եւ հավատարիմ է, նշանակում է ընտրված է, որտեղ ընտրված է, որ ինքը հավատում է Քրիստոսին։ Այսինքն տալ հարց, ես ընտրված եմ թե ոչ, սա սխալ ընկալում է, որտեղ ընտրությունը մեր բաժինը չի, որ հարցնենք ես ընտրված եմ թե չէ։ Ընտրված եմ, հավատամ, ընտրված չեմ, չհավատամ։ Սա սխալ ընկալում է, սա գալիս է փիլիսոփայական կապիկություններից, որ մարդիկ խառնել են նախասահմանությունները կամ ընտրություն հասկացողությունը։ Ազատ կամք են մեջ բերել։ Նորից եմ ես հիշեցնում, ազատ կամք հասկացողությունը մարդու ընդհանուր բնության օղակներում է արտահայտվում։ Մեղավոր մարդը ազատ է մեղք գործելու մեջ։ Մեղավոր բնությունից դուրս մարդը ազատ չի, որտեղ ինքը մեղքի գերի է, մեղքի բնության գերի է, ծածկված է։ Եթե Աստված չբացի, չկենդանացնի, մարդը չի կարա հավատա, չի կարա այդ մեղքի գերությունից դուրս գործողություն կատարի։ Այսինքն ազատ կամք արտահայտի։ Ինքը ազատ է կամքով, այո, մեղք գործելու մեջ, այս մեղքը գործի, թե այն մեղքը ազատ է դրա մեջ։ Բայց այդ գերության մեջ, այդ օղակներում, ինչպես ասեցի, կապիկը վանդակի մեջ ազատ է, այս վանդակի այս ծառից այն ծառը վազում է, բայց վանդակի մեջ, վանդակից դուրս չի կարա, որտեղ ծածկված է վանդակով։ Հիմա սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Տեսեք, հիմա այս առումով, երբ որ մենք կարդում ենք Աստծո շնորհք եւ կոչում, սա նշանակում է Աստծո գործը մարդու կյանքում, դա համար այն հանդիսանում է մեզ համար գրավական եւ այս հարցը տալ, ես ընտրված եմ թե ոչ, սա սխալ ընկալումից է գալի։ Մեր բաժինը ոչ թե այդ հարցն է տալ, այլ մեր բաժինը ես հավատում եմ Քրիստոսին, ես հնազանդվում եմ նրա խոսքին։ Սա է ուղղակի, իսկ երբ որ դուք արդեն հավատում եւ հնազանդվում եք խոսքին, հասկանում եք ըստ խոսքի եւ հավատքի այդ խոսքի, որ դուք ընտրված եք, որովհետեւ դուք շատ լավ հասկանում եք, որ դուք արժանի չէիք
այլ Աստված ձեզ ընտրեց։ Սա արդեն խոսքի մեջ եք մենք տեսնում եւ հավատում ենք այս խոսքին։ Ուրեմն մեր բաժնի մեջ մենք չգիտենք ով է ընտրված եւ ով չի ընտրված եւ պետք չի այդ հարցը տալ։ Մենք միայն գիտենք, որ մեր բաժինն է հավատալ Հիսուս Քրիստոսին եւ հնազանդվել նրա խոսքին։ Եվ երբ որ նորից հասկանում ենք եւ նրա խոսքին հնազանդվում ենք, այս խոսքով էլ հասկանում ենք, որ մենք հավիտենական կյանք ունենք, որտեղ ընդունել ենք Քրիստոսին, դա նշանակում է, որ մենք աշխարհը ստեղծվելուց առաջ Աստված մեզ ընտրել, դա իր խոսքն է մեզ ասում։ Հավատացողը աշխարհը ստեղծվելուց առաջ ընտրվել է, այսինքն հարց տալ ես ընտրված եմ թե չէ, մնում է օդի մեջ, աբսուրդ, որտեղ դա Աստծո սուվերեն, Աստծո գերիշխանության, նրա ծածուկ բաժին, Աստված գիտի ով է ընտրված, ով չի ընտրված։ Բայց մեզ տրված է հավատալ Քրիստոսին եւ հնազանդվել նրա խոսքին։ Տեսեք, ես մի քանի անգամ կրկնում եմ, որտեղ այնքան է ծանրացել այս հասկացողությունը մարդկանց, դրա համար շատ կարեւոր է սա մենք իմանանք, որպեսզի ճիշտ մեր հավատքը ուղենք ճիշտ ուղու վրա, ճիշտ խոսքի վրա։ Մեզանից պահանջում է հավատալ Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ։ Հիմա ուրեմն սա հանդիսանում է մեր գրավականը, որովհետեւ ում որ Աստված ընտրեց, նրան էլ կանչեց, եւ ում որ կանչեց արդարացեց, եւ ում որ արդարացեց փառավորել արած։ Այսինքն Աստվածաշունչը ներկայացնում է վերստին ծնունդի երկու կողմ։ Ես կուզեմ մի քիչ սրա մասին խոսալ, որպեսզի նորից հարցեր չառաջանա։ Հարց են տալի արմեն եղբայր, ինչպես իմանամ ես վերստին ծնված եմ, թե վերստին ծնված չեմ։ Սա նույնպես գալիս է ոչ ամբողջական ընկալումից։ Ինչի՞, որը տեսեք, երբ որ մենք խոսում ենք վերստին ծնունդի մասին, մի քիչ շեղվենք մեր թեմայից, վերստին ծնունդի մասին խոսալուց մենք խոսում ենք Աստվածաշունչը մեզ ներկայացնում է երկու կողմ։ Ներկայացնում է Քրիստոսին Տեր եւ Փրկիչ դավանելու կողմը, շուրթերով կամ խոսքով կամ մտքով դավանել Քրիստոսին, երբ որ մենք ասում ենք խոսք, դա կապված է մեր մտածելակերպեցինից։ Խոսքը երբեք չի հնչում առանց մեր մտքի։ Իսկ երբ որ մենք ասում ենք Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ենք դավանում, դա նշանակում է, որ մենք հասկանում ենք, որ Քրիստոսը մեր Տերն է եւ Փրկիչն է։ Հասկանում ենք, դրա համար դավանում ենք։ Ուրեմն առաջի բաժինը դա Քրիստոսին Տեր եւ Փրկիչ դավանելն է, երկրորդը որքանով ենք Քրիստոսին Տեր եւ Փրկիչ հնազանդվում։ Դա մեր կյանքի ընթացքն է արդեն։ Այսինքն, եթե այս երկու կողմերը կա, եւ դավանելը կա, եւ հնազանդվելը կա Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, որոշակի առումով մենք հասկանում ենք, որ անձը վերստին ծնված է, բայց նորից այս երկու կողմերի մեկի բացակայությունը ուղղակի ցույց է տալի, որ անձը վերստին ծնված չի։ Այսինքն մեկը կարա Քրիստոսին Տեր եւ Փրկիչ դավանի, բայց չհնազանդվի Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, չհնազանդվի նրա խոսքին։ Սա ցույց է տալի, որ անձը փրկված չի, վերստին ծնված չի հնազանդվում։ Եվ մյուսը, երբ որ անձը կարա բարի գործեր գործի, բայց չդավանի Քրիստոսին Տեր եւ Փրկիչ, սա նույնպես ցույց է տալի, որ անձը փրկված չի։ Դա համար այս երկու կողմը կարծես ամբողջացնում է, որ անձը փրկված է, բայց նորից ու նորից ամբողջական 100%-անոց մենք չենք կարող ասենք, որտեվ դա վերստին ծնունդը, դա Աստծո սուվերեն բաժինը է, սրտեր քննողը Աստված է։ Մենք չենք կարող մարդու սիրտը քննենք, նրա մղումները տեսնենք։ Այսինքն նույնիսկ այս երկու կողմի արկայությունը մեզ չի թույլ տալի, որ մենք ասենք 100% մարդը փրկված է։ Դա մեր բաժինը չի։ Մենք բոլորի հետ վարվում ենք սիրով, Քրիստոսի շնորհքով։ Դա Աստծո բաժինը, Աստված գիտի այդ անձը փրկված է թե չէ։ Բայց երբ որ հարցը վերաբերում է անձնական քննել նկարակել, ասում է քննեք ձեր անձերը, դուք հավատքի մեջ եք, այս երկու կողմը կա։ Պետքա քննեմ, ես դավանում եմ Քրիստոսին Տեր եւ Փրկիչ մարդկանց առաջ։ Իսկ ես հնազանդ եմ Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ նրա խոսքին։ Այսա ցույց է տալի, որ վերստին ծնունդ կա։ Ընկալեցիք ինչի մասին է խոսքը։ Բայց ընտրության վերաբերյալ դա Աստծո ծածուկ գերիշխանության եւ նրա սուվերեն ընտրության բաժինն է։ Այսինքն ընտրությունը դա նրա տիրույթում է, դա մեր տիրույթում չի, որ մենք այդ հարցը տանք։ Մեր բաժինը ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ հնազանդվում եմ նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Սա այս հատկությունը։ Եվ այդպես, 4-րդ պատճառը Իսրայելի վերականգնման դա Աստծո փրկության ծրագիրն է, նրա այդ ծրագրի արկայությունն է, որ Իսրայելը կդառնա Աստծուն։ Աստծո ծրագրի պատճառով այն խոստումների պատճառով, որ Աստված տվեց հայրերին Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, այդ հայրերի ուխտի շրջանակում ուշադիր եք սա, այս ուխտի շրջանակում տեսնելով Աստծո ծրագիրը Իսրայելի համար, այդ ծրագրի պատճառով Աստված վերականգնում է Իսրայելին։ Մի քիչ կանադակ, նորից եկեք ընթերցենք 30-ից 32 համարները եւ ավելի ամբողջացնենք։ Տեսեք։ Վասնզի ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով,
Այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, այսինքն որ դուք ողորմություն գտնեք, նրանք չհավատացին, բնականով իրանք անձնապես չհավատացին, դա իրանց մեղավոր բնության արտահայտությունն է։ Իրանք չհավատացին եւ նրանց չհավատալով դուք ողորմություն գտաք, ողորմությունով տնկվեցիք, Աստված ձեզ հավատ կշտորեց եւ տնկեց այդ բունի վրա։ Այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, որ նրանք էլ ողորմություն գտնեն, որովհետեւ Աստված ամենին հեթանոսինել, հրյայինել, ամենին բառը այստեղ սա է նշանակում, անհավատության մեջ արգելեց, որ ամենին ողորմի, դա շնորհքի ընտրության պես մնացորդն է եւ հրեաներից եւ հեթանոսներից, որ ամենին ողորմությունով, այսինքն ամեն մի փրկված ճանաչում է Աստծո ողորմությունը եւ ճանաչում է իր անկարողությունը։ Սա ամբողջական է։ Հիմա մի քիչ մենք անդրադառնանք արդեն այս հատվածին, ավելի խոր տեսեք, առաջի սկզբունքը Աստված թույլ տվեց, որ ընդհանրապես մեղքի անկումը ամբողջական գա մարդկության կյանքում։ Սա փրկության ծրագիրն է։ Եվ մեր հատվածում սա է, այսինքն եթե դուք ուշադիր նայեք, այս փրկության ծրագիրը, ինչպես ես արդեն ասեցի, այն աստվածաբանական տերմին է, սակայն երբ որ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, Աստվածաշունչում տեսնում ենք Աստծո հատկությունները, զուգահեռ տեսնում ենք նաև նրա փրկության ծրագիրը, որովհետև Աստված իր անձը հայտնում է պրոգրեսիվ, չափաբաժիններով, սկզբից թույլ, հետո կամաց մարգարեությունները ավելի ամբողջացնում է։ Դրա համար եկեղեցին ունի հայտնությունների ամբողջություն։ Դրա համար, երբ որ Դանիելի պարագայում կարդում եք, Աստված Դանիել ասում է փակի գիրքը, Դանիել, դու հիմա չես հասկանա։ Այսինքն քեզ տված հայտնությունները, այն չափաբաժին հայտնությունների Աստվածահայտնության այնքան է, որ դու այդ վերջի խոսքերս դժվար կընկալես։ Եվ Դանիելը հիշում եք հիվանդացավ, չկարողացավ այս ինչի մասին է խոսք, ասես ծածկի, վերջի ժամանակ մարդիկ կհասկանան, որտեվ ես հայտնություններ ունեմ քեզանից հետո։ Մարգարեները պիտի բացահայտեն եւ Մեսիայի մասին, եւ փրկության մասին, եւ փրկության ծրագրի մասին, եւ պիտի հասկանաք, թե Դանիելի պարագայում Դանիելը չգիտի հեթանոսների եկեղեցու մասին։ Դանիելը միշտ ասում է իմ ժողովուրդը, որտեվ Դանիելի ընկալման մեջ Աստծո ժողովուրդը դա հрьяան է։ Դա համար Աստված ասում է եւ 7-7-նյակ քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վրա, չի ասում հեթանոսների մասին։ Խոսում է 69-7-նյակից հետո Քրիստոսի մերժվելը եւ վերջի 7-նյակի մասին Քրիստոսի ընդունելը իր ժողովրդի կողմից, Մեսիային ընդունելը իր հրեայի ժողովրդի։ Բայց այդ շրջանում թե ինչ պիտի լինի 69-ից մինչև 70 միջանկյալ, դա եկեղեցու շրջանը, որի մասին Դանիելին հայտնված չի։ Այսինքն ինչ եմ ասում, սա պրոգրեսիվ է եւ նաեւ հետաքրքիր է, որ այս Աստված հայտնության պրոգրեսիվությունը նաև Քրիստոսի կյանքում եք տեսնում։ Քրիստոսը նաև իր աշակերտը, որ Քրիստոսը հայտնում է իր անձը որպես Մեսիա, նույնպես պրոգրեսիվ է։ Սկզբից տեսնում ենք որոշ չափաբաժին, հետո վերջնականորեն տեսնում ենք ով է Քրիստոսը։ Հիշում եք Ֆիլիպոսը ինչ ասում Քրիստոսին։ Տեր, հայրը մեզ ցույց տուր։ Հիշում եք ինչ ասում Քրիստոսը։ Ֆիլիպոս, այսքան ժամանակ ես ձեզ հետ էի, չճանաչեցիր ինձ։ Ինչի նկատի ունի։ Հիմա Քրիստոսը չի ասում որ ինքը հայրն է, ճիշտ հասկացեք։ Քրիստոսն ասում է որ հայրը իմ մեջ է, այսինքն եթե դու ընդունում ես Աստծուն ինչպիսին է, նույն Աստծո երկրորդ անձը ես եմ, դու տեսնում ես իմ մեջ Աստծուն։ Այսինքն պետք է ճիշտ ընկալենք, այսինքն դա նույն հայտնության չափաբաժինն է, Ֆիլիպոս, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, սա նույն հայտնության չափաբաժինն է։ Հետո տեսնում եք Թոմասին, Տերս եւ իմ Աստվածս։ Իսկ ինչ է կարծում, երբ որ Թոմասը առաջի անգամ տեսավ Քրիստոսին, ասեց դու իմ Աստվածն ես, ոչ, դա նրա հետ վարվելու եւ այդ ընթացքի հայտնվելու, Քրիստոսի իր անձը հայտնելու չափաբաժին է։ Վերջում արդեն հարությունից հետո նոր ասեց Տերս եւ իմ Աստվածս։ Հրեայի համար ասել իմ Աստվածս մարդուն, սա տեսնում եք, այսինքն սա հայտնության, նույնիսկ Քրիստոսի կյանքում տեսնում եք աշակերտների կյանքում պրոգրեսիվություն, այսինքն փոքրից մինչև ամբողջական հայտնություն իր անձի վերաբերյալ։ Եվ սա Աստծո փրկության ծրագիրն է, սիրելիս։ Այնպես Իսրայելի կյանքում այս փրկության ծրագիրը արկա է, որտեղ նրանց այս ծրագրի համաձայն է, որ վերջի շրջանում կտրվի ապաշխարություն։ Եկեք անդրադառնանք այս հատվածին որոշակի բառերի, տեսեք։ Այս ծրագրի ներքո է, որ մենք տեսնում ենք, որ Աստված սկզբում թույլ տվեց, որ մեղքի անկում գա ամբողջ մարդկության վրա, ինչպես մենք ասում ենք, եւ հրեայի եւ հեթանոսի, հետո տեսնում ենք, որ Աստված Աբրահամին կանչեց, նույնպես ողորմությունով եւ շնորհքով։ Աբրահամին կանչեց իր սուվերեն կամքով,
ոչ թե Աբրահամի հատկություններին նայելով, այլ Աստված ուզեց Աբրահամին կանչեց։ Եվ Աբրահամից, ով ասորի էր, Աբրահամից հանեց Իսրայելի 12 ցեղերը։ Տեսնում ենք, որ Աստված Աբրահամին խոստում ներտվեց այդ 12 ցեղերի որպես սեփական ժողովուրդ, թլպատության նշանը տվեց։ Հետո տեսնում ենք, որ Աստված թույլ տվեց, որ Իսրայելը անկում ապրի, որպեսզի հեթանոսներին բերի տնկի այդ խոստումների բունի վրա։ Հետո մենք տեսնում ենք, որ Աստված նաև որ ժամանակը կվերջանա հեթանոսներին, տրվածների, դուր կբացվի նաև վերջին շնորհքի դրությամբ պես մնացորդի, որը զանգվածային կլինի Հակոբի տունը, այսինքն վերջում Իսրայելը։ Եվ մի քիչ դասակնենք։ Եվ այստեղ կարևոր է, որ տեսնենք այս փրկության ծրագրի մեջ է, որ Հռոմեացիս արդեն 2:23-ը մենք ինչ ենք կարդում, եկեք անդրադառնանք սա այս հատվածին։ Եվ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից եկած են, բոլորը, ով հեթանոսներն էլ, հրեաներն էլ։ Եթե որովհետեւ դուք եթե նայեք, կտեսնեք զուգահեռաբար ինքը անդադար Հռոմեացիս թղթում օգտագործում է հեթանոս, հրեա, հեթանոս եւ միշտ բոլոր բառը, որ ընդհանրապես որ լսեք Հռոմեացիս թղթում մեծ մասամբ վերաբերվում է հատվածներում վերաբերվում է հեթանոսին եւ հրեային եւ շնորհքի դրությամբ պես մնացորդին։ Սա կարեւոր է հասկանալ։ 2:23-ը եւ 24 համար ասում է ձրի են արդարում, ով եւ հրեան եւ հեթանոսը ձրի են արդարում, որովհետեւ մեկ իր կարողությունով չի արդարում։ Եկեք նայենք սրան։ Տեսեք, եթե մի քիչ վերև կարդանք 22-ից, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքից է, այն ամենի համար, տեսեք, այն ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խտրություն չկա։ Եվ այստեղ այս ամենը ովքեր են, եւ հրեան եւ հեթանոսը։ Եվ 22-ում, որովհետեւ ամենը եւ հրեան եւ հեթանոսը, որտեվ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են։ Ինչի է ինքը անդրադառնում այն, որտեվ հրեաները, որոնք ունեին օրենք, համարում էին, որ իրենք արդարներ են, իսկ ինքը այստեղ ասում է երկուսին էլ ծածկում է մեղքի տակ, եւ հեթանոսին, եւ հրեային, եւ երկուսին էլ փրկության առումով ցուցադրել, որ ողորմությունով եք փրկված, երկուսը էլ, որովհետեւ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են, ամենք նշանակում է եւ հրեան եւ հեթանոսը, ձրի են արդարում նրա շնորհքով այդ փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է, որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար, հավատալով նրա արյունով, որ իր արդարությունը ցույց տա այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար Աստծո ներելու ժամանակին։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկած են, բոլորին Աստված փակեց եւ մեր հատվածում, երբ որ մենք ընթերցում ենք, փակեց անհավատությունում եւ այստեղ օգտագործված է սուկ գկլեո բառը, որը նշանակում է փակել, ծածկել վրան, բռնել նրան դրա մեջ, պահել, որպեսզի բոլորին ողորմի։ Բոլորին պահեց անհավատության մեջ, իհարկե այդ անհավատությունը մարդու մեղավոր բնության օղակներն է, անձնական անհավատությունն է։ Աստված անհավատություն չի տալի, այնպես չի, որ մարդը հավատացյալ է, Աստված վերցնում է հավատությունը եւ անհավատությունն է տալի։ Ոչ, մարդու բնությունը, ընկած մարդու բնությունը անհավատությունն է, մերժել Քրիստոսին, մերժել փրկությունը, ապրել կյանքը իր ուզածով։ Տեր եւ փրկիչ չկա իմ համար, ես եմ Տերս ու փրկիչը։ Սա է մարդու էությունը։ Աստված փակեց բոլորին դրա մեջ, որպեսզի ցույց տա, որ ով որ փրկվում է Աստծո ողորմությունով։ Առանց ողորմության չկա փրկություն։ Մինչև սա ավելի խորը կտեսնենք։ Տեսեք, ուրեմն, որպեսզի Աստված պահի բոլոր մեր հատվածում, տեսեք նորից ես ընթերցեմ այն, տեսեք, վասնզի ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով, այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, որ նրանց ողորմությունը գտնեք, որտեղ Աստված ամենին անհավատության մեջ փակեց, արգելեց, զակլուչից, որ ամենին ողորմի։ Նորից խոսքը գնում է ծրագրի մասին։ Ծրագիրը հանդիսանում է Աստծո ծրագիրը պատճառն է, որ պիտի Իսրայելը վերականգնվի, որ ամենին ողորմի եւ հեթանոսի կյանքում է ցույց տալի Աստված իր ողորմությունը, որպեսզի փրկվածը տեսնի Աստծո փառք ամբողջությամբ, փառքի կարևոր հատկությունը նրա ողորմությունն ու շնորհքը, որպեսզի մարդը հասկանա, որ ինքը անարժան է։ Իր համար արել են մի բան, որի ինքը արժանի չի։ Սա փրկված անձի կարևոր հատկությունն է։ Եվ նաև հրեային, որ ողորմություն գտնեն, որովհետև Աստված ամենին անհավատության մեջ պահեց, որ ամենին ողորմի։ Հիմա սա կարևոր հատկություն է, որովհետև մենք տեսնում ենք, որ նրա նպատակն է ցույց տա իր ողորմությունը։ Հիշում եք 9:22-ում, եւ ինչ եթե Աստված կամեցավ ցույց տա իր ողորմությունը այն անոթների վրա եւ իր բարկությունը այս անոթների վրա։ Եվ Աստծո բարկությունը, որը արտահայտությունն է Աստծո արդարության, եւ Աստծո ողորմությունը, որը Աստծո արտահայտությունն է նրա շնորհքի հատկության, նրա սիրո եւ գթացության հատկության, երկուսն էլ Աստծո սուվերեն
օղակներում, նրա սուվերեն անձի օղակներում նրա հատկություններն են, որ ամբողջացնում են նրա փառքը։ Այսինքն Աստված չի ուզում ցույց տա միայն իր արդարությունը։ Եթե միայն իր արդարությունը ուզենար ցույց տալ, բոլորին պիտի տաներ հավիտենական տանջանք։ Բայց նաև ուզում է ցույց տալ իր ողորմությունը այդ դատապարտված որոշ անոթների վրա։ Այսինքն բոլորն են դատապարտված։ Բոլորն են դատապարտված, բայց Աստված ունի կամք որոշ դատապարտվածների վրա ցույց տա իր ողորմությունը։ Որևէ մեկին ինքը չի խոստացել, որ բոլորին պիտի ցույց տա իր ողորմությունը։ Ինքը ողորմությունը ցույց տալու ուզում է, կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կուզեմ գթամ։ Ցույց կտամ իմ ողորմությունը ում որ կուզեմ, ցույց կտամ իմ գթությունը ում որ կուզեմ։ Ոչ թե ձեզանից է, այլ ինձանից է, ես եմ ուզում։ Այսինքն Աստված չի խոստացել, ողորմությունը պարտականություն չի Աստծո, որպիսի բոլորին ողորմի եւ մեկն էլ ասի, բայց ինքը չողորմեց։ Ողորմությունը պարտականություն չի, բայց դատապարտությունը, որ եթե մեկը մեղան չի, պիտի դատապարտեմ, դա նրա պարտականությունը, բանա ինքը պարտականությունա վերցրել, որ մեղանչողը պիտի մեռնի, մեղքի վարձը մայ, ով որ մեղանչեց պիտի մեռնի։ Սա պարտականության օղակներում է, այսինքն կարելի է ասել, սա նրա արդարությունն է, որ ինքը համընդհանուր է տալի, բայց ողորմությունը ողորմում է ում որ ողորմում է։ Սիրելիներս, սա կարևոր է, որ մենք այսինքն ողորմությունը Աստծո պարտականության դաշտի մեջ չի։ Դրա համար որևէ մեկը չի կարող ասի ինչի ինձ Աստված չողորմեց։ Կամ եթե այդ հարցն որ ձեզ տալիս է, ասա որտեղից գիտես, որ Աստված քեզ չի ողորմել։ Որտեղից գիտես։ Դուրը բաց է փրկության, ընդունի Քրիստոսին Տեր եւ Փրկիչ։ Եթե ձեզ կասի, դե ինչ չի ողորմել, դրա համար չեմ ընդունում, ինքը ձեզ ծաղրում է ուղղակի։ Տեսնում եք որտեղ է խապկանքը։ Ինքը ձեզ ուղղակի ծաղրում է։ Երբ որ կասի, դե ինչ չի ընտրել, դրա համար չեմ ընդունում, թե չես ուզում ընդունես։ Սա է ամբողջ խնդիրը, որ կարելի է վերցնել Աստծո խոսքը եւ օգտագործել ինչպես ուզում ես, ինչպես քեզ հարմար է։ Ոչ։ Ողորմությունը Աստծո պարտականությունը չի։ Կողորմի ում որ կողորմի։ Եվ սա է կարևոր, որ իր փրկության ծրագրի մեջ Աստված ուզում է ցույց տա իր ողորմությունը։ Հիմա եկեք ըստ այս ծրագրի, որը Աստծո փառքի նպատակը Աստծո փառքն է, տեսնենք Իսրայելի վերականգնումը ըստ այս ծրագրի։ Ես սրա համար եկեք անդրադառնանք Զաքարիա 12:10-ին։ Տեսեք, նորից հիշեք, որ կա սխալ վարդապետություն, որ Աստված մարդուն վերականգնում է առաջի Ադամի կերպարին։ Այսինքն մարդը ստեղծված էր կատարյալ, Ադամը կատարյալ էր։ Այո, Ադամը կատարյալ էր, բայց ըստ Աստծո ստեղծագործության փուլի այն նպատակի, ինչի համար Աստված Ադամին ստեղծեց։ Ադամը այնպիսի կարգավիճակում էր, որ ուներ կարողություն մեղք գործելու, Հիշում եք 4 փուլերը մենք նայեցինք։ Առաջի մարդը ունի կարողություն, կարա մեղք գործի, կարա մեղք չգործի։ Մեղքի անկումից հետո մարդը չի կարա մեղք չգործի, որտեղ մեղքի գերի է։ Վերստին ծնունդից հետո մարդը կարող է մեղք չգործել, բայց շարունակում է գործել, բայց կարող է գործել։ Արդեն փառավորյալ մարդը չի կարող մեղք գործել։ Արդեն ամբողջությամբ եւ նրա մարմինն է փառավորյալ եւ նրա փրկված հոգին է փառավորյալ։ Այսինքն ամբողջական Աստծո նպատակով ստացած մարդն է, պատկերով եւ նմանությամբ այն միայն մղված է Աստծուն փառավորելու։ Հիմա տեսեք, ինչի եմ ես սա ասում։ Կարևոր աստվածաբանական թեզիսներ են սրանք, որ մենք հիշենք, որովհետեւ ըստ մեր այս հատվածի հիմա տեսնելու եք, որ ոչ թե Աստված ուղղակի մարդուն վերականգնում է առաջի Ադամի, որտեղ կա այս վարդապետությունը։ Ադամը կորցրեց այս ամեն ինչը, հիմա մարդուն Աստված նորից փրկությունով մարդու վերադարձնում է Ադամի այն ինչ որ Ադամ ուներ։ Ոչ, Ադամը շատ փոքր է։ Ադամը այն նպատակը չի, ինչի համար Աստված ուզում է մարդուն տեսնի իր փառքի համար։ Դա Քրիստոսն է, որպես երկրորդ Ադամ, վերջի Ադամ, ով երկնքից է հոգևոր։ Ադամը շնչավոր է երկրից։ Իսկական մարդը, որ Աստված ստեղծում է այդ փրկության ծրագրի մեջ ստանում է վերջի մարդը, իր փառքի մեջ արդեն նոր երկիր, նոր երկնքում, դա Քրիստոսի նման մարդն է։ Այսինքն հոգևոր երկնքից։ Հիմա եկեք անդրադառնանք Զաքարիա 12:10-ին։ Տեսեք կարևոր նույն սկզբունքները կտեսնեք։ Զաքարիա 12:10։ Ես չեմ ուզում կարդամ վերևից ժամանակի համար։ Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա Իսրայելի։ Զաքարիա 12:10։ Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա։ Սրանք բառեր են, որ եկեղեցուն չի վերաբերվում, սիրելիներս, ուշադիր եղեք, խնդրում եմ։ Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա եւ Երուսաղեմում բնակվողների վրա շնորհքի եւ աղոթքի հոգին, ողորմության եւ աղոթքի կամ աղաղակի հոգին
Եվ նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոսեցին, եկ սուկ պիտի անեն նրա վրա միամորի սուկի պես եւ պիտի ցավեն նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա կցավեն։ Սա վերջի շրջան, այս սերունդն է իր ծրագրի համաձայն, որի վրա Աստված պիտի թափի, ինչ է, ուշադիր նայեք առաջինը, ողորմության հոգին, դրա արդյունքում է, որ նրանց վրա կգա աղոտ կաղաղակ դարձ դեպի Աստված, կաղաղեն Տիրոջը, կաղաղեն ինձ, որին խոսեցին, Յահվե։ Նոր կտականում մեջբերումն արված է եւ նայեն նրան, որին խոսեցին, իրականում այդ մեջբերման բնագիրը արդեն 5 կտականում Աստված իր մասին է խոսում, կնայեն ինձ, որին խոսեցին, այսինքն Քրիստոսը նույն Աստվածն է։ Երկրորդ անձը Աստծո երրորդության։ Սա նույնպես խոսում է Քրիստոսի աստվածության մասին։ Հիմա այստեղ կարևոր է եւ ուշադիր նայեք, այս ողորմության, շնորհքի, հոգի թափելու արդյունքում ինչ է կատարվում։ Աղոտ, աղաղակ, սա ինչի է կարևոր, տեսեք, չկա շնորհք, ողորմություն, չկա աղաղակ, չկա դարձի աղոթքը։ Դրա համար մեր հատվածում շեշտում է եւ պիտի թափեմ Դավթի տան վրա եւ Երուսաղեմի բնակվողների վրա, սա վերջի շրջանը, շնորհքի եւ աղոթքի հոգին։ Եվ նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոսեցին։ Այսինքն այս շնորհքն է, որ բերում է դեպի դարձ, դեպի Իսրայելի դարձ։ Եվ հետաքրքիր է, որ այնպիսի բառեր է նկարագրված, որը իրականում նկարագրում է իրական ապաշխարությունը։ Ուշադիր նայեք ինչպիսի սուկ են անելու։ Գրված է ինչպես առաջնեկ որդու մահը։ Այդպիսի սուկ պիտի անեն, այսինքն նրանց ապրումները ամբողջական է դեպի Տիրոջ դառնալը ինձ խոսեցին, այսինքն սա պիտի նրանց հասկացողության մեջ շնորհքը պիտի բացի նրանց հասկացողությունը եւ պիտի տեսնեն ինչքան ժամանակ նրանք մերժել են Քրիստոսին, ինչ մեծ է եղել մերժումը Քրիստոսին, ում են մերժել, այս սա պիտի տեսնեն, սա Աստծո շնորհքն է, դրա համար ասում թափեմ շնորհքի եւ աղոթքի հոգին եւ նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոսեցին եւ սուկ պիտի անեն նրա վրա միամորի սուկի պես եւ պիտի ցավեն նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա կցավեն։ Այսինքն սուկը ներկայացնում է աղաղակը, սուկը դեպի դարձը, սա այն օրհնությունն է, որ Իսրայելը աղաղակելու է, ում որ խոսեց Քրիստոսին։ Տեսեք ուշադիր, անդրանիկի առաջնեկի եւ միածին որդու ինքը երկուսն են Իսրայելի կյանքում, սա ողբի կարևոր սկզբունքն է բերում, եւ անդրանիկի կորուստի ողբ եւ միածին որդու կորուստի ողբ, այսպիսի ողբ եւ երկիրը պիտի սուկ անե։ Ուշադիր տեսնում եք, որ համընդհանուր է եւ երկիրը, Իսրայելը, Երուսաղեմը, այդ շրջանում ասացի նրանց վերջի Հակոբի տունը զանգվածային ապաշխարություն, մեծ նեղության մեջ, եւ երկիրը պիտի սուկ անե ամեն մի ազգատոհ առանձին, Դավթի տան ազգատոհը առանձին եւ նրանց կանայք առանձին, եւ Նաթանի տան ազգատոհը առանձին եւ նրանց կանայք առանձին, Ղևի տան ազգատոհը առանձին, այսինքն բոլորը առանձին պիտի սուկ անեն, ինչի պիտի նայեն նրան, որին խոսեցին։ Սա Իսրայելի վերջի շրջանն է։ Այստեղ նորից շատ կարևոր է մենք հասկանանք, որ այստեղ բոլորին բառը եւ նկարագրում է եւ հեթանոսին եւ հրեային։ Այստեղ նորից, որտեղ կա վարդապետություն, ունիվերսալիզմը, որ ասում են եւ Աստված բոլորին կողորմի, իսկ բոլոր մարդկությունը կփրկվի։ Չկա կամ այն հրեաները, որոնք մերժեցին Քրիստոսին, խաչեցին, մահացան, նրանք էլ կփրկվեն։ Չկա այդպիսի բան։ Այստեղ բոլորին բառը վերաբերվում է եւ հեթանոսին եւ հրեային, որտեղ ընդհանուր թղթի մեջ անդադար առաքյալ այս համատությունն անում։ Հեթանոսներ, հրեան, առաջի գլխում հեթանոսներին անդրում դատապարտության տակ, երկրորդ գլխում հրեաներին անդրում դատապարտության տակ։ Ցույց է տալի, որ բոլորը, երրորդ գլխում ասում է բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկած են, եւ մարմին չկա, որ արդարանա նրա առաջ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ նաեւ եթե 9-րդ գլուխը նայեք, 9-րդ գլխում եք տեսնում եք արդեն որ առաքյալը զարգացնում է միտքը, ինքը արդեն 9-րդ գլխում ասում է ոչ բոլոր Աբրահամի սերունդը կփրկվի։ Այսինքն շնորհքի դրության պես մնացորդ, բայց շնորհքի դրության պես մնացորդ զանգվածային հանդիսանում է վերջի այդ սերունդը, ով կտեսնի, ում կբացվի դուռը, որովհետև երբ որ Հիսուսը Մատթեոս 24-ում խոսում է, հիշում եք այնտեղ ինքն ասում է, եւ այս մինչև այս սերունդը չանցնի, այդ սերունդը նշանակում է այս սերունդը, որը կտեսնի ավերվածի պղծությունը, ով կտեսնի ինչպես է հակաքրիստոսը մտնում եւ տաճարը պղծում, եւ նրանց վրա կգա այդ ժամանակ կգա նրանց վրա այդ մեծ նեղությունը, հակաքրիստոսը սկսի ամբողջ Իսրայելը հալածել, որտեղ ամբողջ Իսրայելը զանգվածային ապաշխարություն է ունենալու, մերժելու է
հակաքրիստոսին որպես թագավոր, որպես Մեսիա։ Այս սա կարևոր է մենք հասկանանք։ Եվ նաև 10-րդ գլուխը խոսում է, որ կփրկվի միայն հավատացյալը, եւ հետաքրքիր է, որ հավատացյալը փրկությունը կապված է քարոզը լսելուց, Քրիստոսի ավետարանը լսելուց, կեն ոչ թե բոլորը կփրկվեն, այլ կփրկվի հավատացյալը։ Իսկ ով է հավատացյալը։ Այդ հիշում եք անցյալ ձայնագրության մեջ ասացի, այս նեղ օղակներում, այսինքն անձնական ընտրության օղակներում, շնորհքի ընտրության պես մնացորդը նորից եւ հեթանոսներից եւ հрьяաներից, բայց վերջի շրջանում հрьяաների զանգվածային այդ սերունդը։ Ուրեմն նաեւ հայտության գրքում մենք տեսնում ենք երկնքում ընդհանուր այդ փրկության օղակները, որտեղ նկարագրված է եւ հрьяան եւ հեթանոսը, եկեք անդրադառնանք սրան։ Եվ նոր երգ են երգում եւ ասում հայտություն 5:9 եւ նոր երգ են երգում եւ ասում արժանի ես առնելու այդ գիրքը եւ դրա կնիկները բանալու, որովհետեւ մորթվեցար եւ քո արյունովը մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղիցը եւ լեզվիցը եւ ժողովրդից եւ ազգիցը ամեն ցեղիցը եւ հրավերում հрьяաներին եւ լեզվից եւ ժողովրդից եւ ազգերից եւ մեր Աստծո համար մեզ թագավորներ եւ քահանաներ արիր եւ երկրի վրա կթագավորություն կանեք եւ երկրի վրա թագավորություն կանեք սա 1000 միայն խորհրդանիշն է երկրի վրա 1000 տարի թագավորությունն է այսինքն տեսեք ուշադիր նայեք սա նկարագրում է երկնքում երկրպագությունը եւ այնտեղ գրված է բոլոր եւ ցեղերից եւ ազգերից եւ ժողովուրդներից եւ այն խոստումը որ Իսրայելին էր տրված քահանայական ժողովուրդ եւ սեփական ժողովուրդ արդեն նկարագրվում է բոլորին այսինքն հեթանոսները նույնպես բաժի ունեցան քահանայական ժողովուրդ լինելու բայց նորից եմ ասում սա շատ կարևոր որ մենք հասկանանք սա նկարագրությունն է մեսիական թագավորության եւ կթագավորենք երկրը եւ մենք գիտենք որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ եկեղեցի փառավորյալ մարմիններով որի մեջ նաեւ կան հрьяաներ որտեղ եկեղեցու դիսպենսացիայի մեջ կան որոշ հрьяաներ 3000 հոգի 5000 հոգի եւ շատ որովհետեւ առաջի երբ որ Պողոս առաքյալը քարոզում էր գնում էր Սինեդրիոն իմիջիալոց այդ սինագոգներում իմիջիալոց շատ կարևոր էր որտեղ կար եւ պրոզիլոտները եւ հեթանոսներից եւ նաեւ հрьяաները կային որոնք ապաշխարություն ունեին դառնում էին դեպի Քրիստոս ընդունում էին Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ այսինքն ինչ էր քարոզում Պողոս առաքյալը հիշում եք Հիսուսն է Քրիստոսը ընդունում էին Հիսուսին որպես Քրիստոս չնայած մեծամասնությունը մերժեց Հիսուսին որպես Քրիստոս Հիմա այս առումով կարևոր է մենք հասկանանք, որ ընդհանուր երկրպագության օղակներում նաև ներկայացված է եւ հեթանոսը եւ հрьяան։ Դա համար բոլոր հասկացողությունը, այստեղ եւ հեթանոսի եւ հрьяայի մասին է խոսքը ոչ թե բոլոր մարդկության։ Ուրեմն մեր ընդհանուր հատվածը մենք այսօր ամբողջացրեցինք, մյուս զայնագրության մեջ ավելի կանադառնանք փրկության ծրագրի շատ կարևոր հատկության կանադառնանք արդեն 33-ից 36 համալրումից եւ կամբողջացնենք 11-րդ գլուխը բայց մենք հիմա հասկացանք մի կարևոր բան որ Աստծո կընդունի Իսրայելին այս առաջին հավատքի պատճառով որտեղ զորավոր է տալ նրանց հավատք ինչպիսի հավատվեց հեթանոսներին եւ տնկի նույն իրենց բնի վրա բնական բնի վրա Աստված Իսրայելին կվերականգնի Քրիստոսի պատճառով այն խոստացված փրկչի որ խոստացված էր նրանց Եվ Աստված ընտրության պատճառով ուխտի շրջանակում խոստումներ տրված հայրերին այդ պատճառով եւ երրորդ կընդունի Իսրայելին ըստ իր ծրագրի, որ ունի որպես փրկության ծրագիր ամբողջ մարդկության համար եւ նաեւ վերջի շրջանում Իսրայելի զանգվածային շրջանը։ Հիմա Աստված բացել է հիմա շնորհքի դուռը, սիրելի բարեկամս, եւ երբ որ մենք խոսեցինք ընտրության վերաբերյալ, կարող է որ հասկանանք, որ այդ հարցը քեզ չտաս, ուղղակի քեզ ես պահանջում է Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելու։ Հարց Հիմա Աստված դուռը շնորհքի բաց է պահում, բայց հիշի, կգա ժամանակ, որ այդ դուռը կփակվի։ Դրա համար հիմա եթե դու դեպի Տերը դառնաս եւ աղաղակես, դա նշանակում է, որ փրկությունը քո համար Աստված պատրաստ պահում է։ Սա ամենակարևորն է, որ ուզեմ, որպեսզի ամեն մի անձ սրանից հետո ընկալի։ Սա այն պարագան եւ առիթն է, որ Աստված կուզի քեզ հիմա պատվաստի այդ բնի վրա։ Ես դուռը բաց պահել, շնորհքի դուռը բաց պահել նշանակում է շրջան կա, որտեղ Աստված ունի ընտրվածներ, որոնց տնկում այդ բնի վրա։ Այսինքն մի շատ պարզ աղաղակ կա։ Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունելը։ Չգիտեմ ավանդույթներով ինչպիսի հավատք ունես, եկեղեցական ինչպիսի ընկալում ունես։ Աստծո խոսքը սա է ասում։ Աստված պիտի փակի դուռը, որովհետեւ տեսեք, մի ուշացրեք։ Ընդհանուր առմամբ ինչի, որովհետև որևէ մեկը մեզանից չգիտի մի րոպե հետո իր հետ ինչ է լինելու։ Որևէ մեկը չգիտի, դրա համար երբ որ կլսես այս կոչը Քրիստոսի, մի ուշացրա, ընդունի Հիսուսին Տեր ու Փրկիչ։
Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Նայեցինք 4 պատճառներ Իսրայելի վերականգնման եւ Իսրայելի եւ անկումը եւ պատճառը Աստված օգտագործեց կամ առաքյալն օգտագործում է, որովհետեւ ցույց տա ընդհանուր առմամբ Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչները։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։